Ողջույն սիրելի հետևորդ, երբևէ մտածել եք, որ հնարավոր է մարդը ճիշտ լինի, բայց սիրո մեջ սխալ։ Կարող ես ճիշտ գիտելիք ունենալ, ճիշտ համոզմունքներ, բայց եթե սերը բացակայում է, քո հավատքը կարող է վիրավորել ուրիշներին։ Պողոս առաքյալը հենց այս կարևոր թեմայի մասին է խոսում Կորինթացիներին ուղղված առաջին նամակի 8-րդ և 9-րդ գլուխներում։ Թեև այսպես կոչված աստվածներ կան թե երկնքում, թե երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր, բայց մեզ համար կա միայն մեկ Աստված, Հայրը, որից սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա համար, և կա միայն մեկ Տեր Հիսուս Քրիստոսը, որի միջոցով սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա միջոցով, բայց ոչ բոլորն ունեն այս գիտությունը։ Ոմանք խղճմտանքի պատճառով կուռքերին մատուցված միսը մինչև այժմ իբրև զոհաբերություն են ուտում, և նրանց խղճմտանքը, քանի որ տկար է, պղծվում է։ Կերակուրը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։ Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա, բայց զգույշ եղեք, գուցե ձեր այդ ազատությունը գայթակղության պատճառ դառնա տկարների համար։ Եթե մեկը քեզ այդ գիտությունն ունեցողիդ տեսնի մեհյանում սեղան նստած, արդյոք նրա տկարությամբ համակված խղճմտանքը վերստին չի քաջալերի կուռքերին զոհաբերած միսից ուտելուն։ Եվ տկար եղբայրը, որի համար մեռավ Քրիստոս, կորստյան կմատնվի քո գիտության պատճառով, այսպես մեղք գործելով եղբայրների դեմ և վիրավորելով նրանց տկար խղճմտանքը, դուք Քրիստոսի դեմ եք մեղանչում։ Ուստի, եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։ Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ իմ աչքով տեսա Հիսուս Քրիստոսին, մեր Տիրոջը, չէ՞ որ իմ աշխատանքի արդյունքը դուք եք Տիրոջով։ Նույնիսկ եթե ուրիշների համար առաքյալ չեմ, համենայն դեպս ձեզ համար առաքյալ եմ, որովհետև իմ առաքելության կնիքը հենց դուք եք Տիրոջով։ Իմ պատասխանը սա է նրանց, ովքեր ինձ հարցաքննում են. միթե իրավունք չունենք ուտելու և խմելու, միթե իրավունք չունենք մեզ հետ պտտացնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են և մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը, թե միայն ես և Բարնաբասը իրավունք չունենք չաշխատելու։ Կա մեկը, որ երբևէ սեփական ծախսով զինվորություն է անում, կա մեկը, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում, կա մեկը, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։ Միթե միայն մարդկայնորեն եմ ասում այս, կամ օրենքն էլ նույն բանը չի ասում։ Հենց Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես»։ Միթե Աստված եզներով էր մտահոգված։ Չէ՞ որ հենց մեզ համար է ասում դա, որովհետև մեզ համար գրվեց, թե ով սերմանում է, պետք է հույսով սերմանի, և ով կալսում է, վայելելու հույսով պետք է կալսի։ Եթե մենք հոգևոր սերմեր սերմանեցինք ձեր մեջ, մեծ բան է, եթե նյութական բարիք ընձնենք ձեզնից։ Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք էլ ավելի չունենք, բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք ավետարանի տարածմանը։ Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավորում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։ Նույնպես և Տերը ավետարանը քարոզողներին հրամայեց, որ ավետարանի քարոզչությամբ էլ ապրեն, բայց ես այդ իրավունքներից և ոչ մեկը չօգտագործեցի, ոչ էլ այս բաները գրում եմ, որ ինձ համար այդպես լինի։ Կնախընտրեի ավելի շուտ մեռնել, քան թե մեկն իմ այս պարծանքն ընդունային համարի։ Եթե ավետարանում եմ, ապա դա ինձ համար պարծանքի առիթ չէ, քանի որ պարտավոր եմ այդ անել, բայց վա ինձ, եթե չավետարանեմ։ Եթե իմ նախաձեռնությամբ եմ այդ անում, ապա իրավունք ունեմ վարձ ստանալու, իսկ եթե իմ նախաձեռնությամբ չէ, ուրեմն Աստծո կողմից ինձ վրա դրված պարտականությունն է, և արդ ի՞նչ է իմ վարձը, որ ավետարանը ձրի քարոզեմ, չօգտվելով այդ իրավունքներից, որ տալիս է ինձ ավետարանի քարոզչությունը։
թեպետև ոչ ոքի ենթակա չէի, բայց ինքս ինձ բոլորին ծառա դարձեցի, որպեսզի շատերին շահեմ։ Հրեաների հետ եղա հրեայի պես, որպեսզի շահեմ հրեաներին, եղա օրենքի տակ նրանց պես, ովքեր օրենքի տակ են, չնայած այլևս օրենքի տակ չէի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են։ Օրենքի տակ չեղողների հետ եղա օրենքի տակ չեղողի պես, լինելով ոչ թե առանց Աստծո օրենքի, այլ Քրիստոսի օրենքի տակ, որպեսզի շահեմ նրանց, ովքեր օրենքի տակ չեն։ Տկարների հետ եղա տկարի պես, որպեսզի շահեմ տկարներին։ Ամեն մեկի հետ եղա ամեն ինչ, որպեսզի թերևս փրկեմ ոմանց։ Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի մասնակից լինեմ նրա տարածմանը։ Ամեն։ Եվ նա տալիս է մի մեծ սկզբունք։ Քրիստոնեական ազատությունը պետք է առաջնորդվի սիրով։ Կորինթոսի հավատացյալները գիտեին, որ ուրքերը իրական աստվածներ չեն։ Պողոսը նույնպես ընդունում է այս ճշմարտությունը։ Նա ասում է. մեզ համար կա մեկ Աստված, Հայրը, եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոս։ Բայց հետո նա հիշեցնում է մի կարևոր բան. ոչ բոլորն ունեն նույն հասկացողությունը։ Սիրելի հավատավոր քրիստոնյա, քրիստոնեական կյանքում միայն ճիշտ լինելը բավարար չէ։ Պետք է նաև սիրել եւ հաշվի առնել ուրիշներին։ Երբ որոշում ես կայացնում, մտածիր ոչ միայն սա ճիշտ է, այլ նաև սա օգտակար է ուրիշների համար։ Պողոսը զգուշացնում է. զգուշացեք, որ ձեր ազատությունը չդառնա գայթակղություն ուրիշների համար։ Սա շատ կարևոր սկզբունք է։ Քրիստոնյան ազատ է շատ բաներում, բայց այդ ազատությունը չպետք է վնասի ուրիշների հավատքին։ Իսկական հասուն հավատքը մտածում է ոչ միայն իր մասին, այլ նաև ուրիշների մասին։ Երբեմն սիրո համար պետք է հրաժարվել նույնիսկ այն բանից, որ քեզ համար թույլատրելի է։ Պողոս առաքյալը հիշեցնում է, որ որպես առաքյալ նա ուներ իրավունքներ, նա կարող էր նյութական աջակցություն ստանալ, պահանջել որոշ արտոնություններ, բայց նա ասում է մի զարմանալի բան. ես չեմ օգտվել այդ իրավունքներից, ինչու, որպեսզի ավետարանելը չխանգարվի։ Սիրելի հավատավոր հետևորդ, մեծ ծառայությունը հաճախ պահանջում է անձնական զոհողություն։ Հարցրու քեզ, ինչից կարող եմ հրաժարվել, որպեսզի ուրիշները ավելի հեշտ տեսնեն Քրիստոսին իմ մեջ։ Պողոս առաքյալն ասում է. թեև ազատ եմ բոլորից, բոլորին ծառա դարձա, եւ հետո ավելացնում է. հրեաների համար հրեա դարձա, օրենք չունեցողների համար օրենք չունեցող, թույլերի համար թույլ։ Ինչու, որպեսզի գոնե մի քանիսին փրկեմ։ Սա միսիոներական սիրո բարձրագույն օրինակն է։ Առաքյալը պատրաստ էր հարմարեցնելու իր կյանքը, որպեսզի մարդիկ հասկանան ավետարանը։ Երբ խոսում ես հավատքի մասին, փորձիր հասկանալ մարդկանց, նրանց աշխարհայացքը, խոսիր այնպես, որ նրանք կարողանան լսել քեզ։ Այս հատվածը մեզ տալիս է 5 կարևոր ուղեցույց։ Գիտելիքը պետք է առաջնորդվի սիրով, ազատությունը պետք է օգտագործել պատասխանատվությամբ, երբեմն պետք է հրաժարվել սեփական իրավունքներից, ծառայությունը պահանջում է զոհողություն, ավետարանը փոխանցելու համար պետք է մոտենալ մարդկանց սրտերին։ Սիրելի հավատավոր հետևորդներ, քրիստոնեական կյանքը միայն ազատություն չէ, այն նաև սիրով ծառայելու ճանապարհ է։ Պողոսը կարող էր ասել. ես ազատ եմ, բայց նա ընտրեց ասել. ես ծառա եմ բոլորի համար, եւ հենց այդ պատճառով նրա ծառայությունը փոխեց աշխարհը։ Եթե այսօր ուզում ես ապրել իսկական քրիստոնեական կյանք, հիշիր այս սկզբունքը. սերը ավելի մեծ է, քան ազատությունը։ Թող քո գիտելիքը լցված լինի սիրով, թող քո ազատությունը ծառայի ուրիշներին եւ թող քո կյանքը օգնի մարդկանց ավելի մոտենալ Քրիստոսին։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե օգտակար եղավ քեզ այս տեսանյութը, կարող ես հավանել,
Մեկնաբանության մեջ գրել քո կարծիքը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Նաեւ ուղարկել քո քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, որպեսզի նրանց եւս հասանելի լինի այս կարևոր մեկնաբանությունը։